Բարի երեկո, եթերում ասպարեզն է եւ ես Նանա Ավակյանը։ Ամերիկայի հայդատի հանձնախումբն ամերիկահայ ամենամեծ եւ ազդեցիկ քաղաքական կառույցն է, որ արծարծում է համահայկական նշանակության հարցեր եւ հասնում նրանց լուծմանը։ Մենք հաճախ մեր հաղորդումներում հրավիրում ենք հայդատի հանձնախմբի տարբեր անդամների, ղեկավար մարմինների եւ տեղեկանում ենք վերջին զարգացումների շուրջ եւ այսօր խախտելով ավանդույթը մեր հյուրն է հայդատի հանձնախմբի արևմտյան թեմի գրասենյակի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը, ողջունում եմ հյուրիս, բարի երեկո Էլեն։ Բարի երեկո։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար եւ խնդրում եմ վաղուց չես հյուրընկալվել մեր տաղավարում, խնդրում եմ ներկայացնես վերջին ամիսներին հայդատի հանձնախմբի կատարած գործունեությունը։ Իհարկե, կարծեմ վերջին անգամ որ եկա պատրաստվում էինք ապրիլ 24-ին եւ խոսում էինք որ ինչ աշխատանքներ պետք է տարվի 100-ամյակի շուրջ եւ իհարկե հիմա այս պահին 6 ամիսը անցել է եւ մեր տարեկան semi-annual report-ը դուրս պետք է գրվի նախ եւ առաջ եթե կարող ենք սկսենք ապրիլ 24-ից եւ այդ աշխատանքները ինչ ազդեցություն են ունենալու մեր հետագա աշխատանքների վրա նախ եւ առաջ իհարկե March for Justice-ը որը բերեց 166,000 հայ Լոս Անջելեսի կենտրոնում դարավ մի պատմության մասնիկ, որը տարիներ ընթացքում կարողանանք օգտագործենք մեր քաղաքական շահերի համար։ Ընտրված անձնավորությունները եւ տեխնացուները իհարկե մարշից հետո շատ տարբեր վերաբերմունք ունեն մեր համայնքի հետ, բայց այդ բոլորը ոչինչ չի նշանակելու, եթե մենք չկարողանանք եւ շատացնենք մեր հայ համայնքի մասնակցությունը ընտրությունների մեջ, որտեղ օրվա վերջում սա կարող է լինել մի պատմություն, որ 166,000 հոգի դուրս եկան եւ պահանջեցին իրենց մի քաղաքում, այլ կարող է լինի, որ այդ 166,000 ոչ թե միայն քայլեցին այդ օրը, այլ դառան մի շատ կարևոր մասնիկ քաղաքական աշխատանքներում։ Եվ իսկապես այս մարդիկ, որոնք հիմա այս պահին ընտրված են թե դպրոցների մարմիններին կամ Los Angeles City Council, local մարմինները միշտ հետո գնում են եւ այդ մարդիկ դառնում են state-ի վրա, հետո federal level։ So շատ կարեւոր է, որ մենք մեր աշխատանքը շարունակենք այդ կետով եւ իհարկե այդ պատճառով հայվոցը լինելու է մեր կազմակերպության ամենաառաջին կարեւոր ծրագիրը ապրիլ 24-ից հետո եւ մեր գոլն է որ գոնե մինիմում 10,000 հայ արձանագրենք քվեարկելու միջև տարվա վերջը։ Այսինքն դուք անդրադարձար հայոց նախաձեռնության հայդատի հանձնախմբի, որի հիմնական նպատակն է ակտիվացնել քաղաքացիական հասարակությանը, ավելի աշխուժացնել նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ընտրություններին եւ իհարկե 2016-ը իսկապես շատ վճռորոշ կլինի մեզ համար, ունենք նաեւ հայ տեխնացուներ, ինչպես նաեւ հայերին մեծ հայանպաստ տեխնացուներ եւ ցանկանայի որ ավելի մանրամասն ներկայացնել հայվոցի այս պահի աշխատանքները եւ ինչպես կարող է մեր հանրությունը ձեզ հասնել կամ դուք նրանց ինչպես կարող գտնել։ Դե ինչպես գիտեք հայվոցը ստեղծեցինք 2012 թվականին, բայց դա առաջի անգամ չէր որ հայդատի հանձնախումբը աշխատանք էր տանում արձանագրելու եւ կոչանելու որ մեր համայնքը դուրս գար եւ քվեարկել։ Actually երեք հենց մեր ինտերների այս մասին խոսեի որ 1999 թվին որ Ռաֆի Մանուկյանը առաջի անգամ ընտրվեց Գլենդելի քաղաքապետարանի անդամ, դա շնորհիվ էր Գլենդելի հայդատի աշխատանքներին, որի ժամանակ այդ ընտրության ժամանակ կարողացանք արձանագրել մոտ 10,000 հայ եւ աստեցություն ունեցավ որ առաջի անգամ հայ քվեով ընտրվեց մի հայ քաղաքապետարանում։ Իհարկե այս տարիների ընթացքում այդ աշխատանքը շարունակվել է եւ այս պահին միայն Գլենդելում ունենք մոտ 35,000 հայ որ արձանագրված է քվեարկելու։ Սակայն բոլորը չեն այնուամենայնիվ շարունակում չեն մասնակցում եւ այս գալի 2016 թվականի ընտրությունները ահա որ կարեւոր են լինելու մեր համայնքի համար։ Ոչ թե միայն որ Արտաշես Քասախյանն է դրել իր տեխնացությունը, այլ այս առիթը չենք ունենալու 12 տարի, որտեղ ով որ ընտրվի այս փոստին, առիթ ունի մնա այս
post-ի վրա 12 տարի, որտեղ երբ որ առաջի իհարկե California State Assembly համար 40-րդ շրջանի մասին խոսեմ, որը լինում է Glendale, Burbank, La Crescenta, La Cañada եւ Las Villas Atwater Village-ի տեղամասներում։ Սա մի շրջան է, որը իսկապես պատկանում է հայ համայնքին, որտեղ որևէ այլ ուրիշ տեղ չկա, որ այսքան մեծ քանակով հայ, իսկապես like this is an Armenian district. So եթե չկարողանանք հաղթահարենք այս ընտրությունները, դա ոչ թե միայն բան է ունենալու state-ի վրա, այլ federal issue-ների ժամանակ էլ, որտեղ բոլորը ամեն տեղից նայում են այս շրջանին, նայում են Glendale-ին, նայում են որտեղ մեծ քանակով հայ կա, որոշելով ինչքան ուժեղ է հայ համայնքը։ Եվ այս ընտրատարածքում Փաստորեն իր տեխնացությունն է առաջադրել Glendale-ի ներկայիս քաղաքապետարանի խոսնակ քարտուղար Արտաշես Քասախյանը եւ ունենալու է մրցակից եւ միայն մեր ձայների շնորհիվ, այսինքն հնարավոր կլինի թերևս հասնել վերջնական հաղթանակի։ Գիտեք, միայն Glendale-ում բնակում է մոտ 95,000 հայ։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ մի հայ տեսնելով Արտաշեսի անցած աշխատանքները եւ նա ինչ է արել մեր համայնքին եւ ինչքան նվիրված է եղել մեր համայնքին, որ այդ 1 րոպեն, 5 րոպեն իր կյանքից չտրամադրի, վստահ լինելով, որ մեր ներկայացուցիչն լինի այն մարդը, որը իսկապես մեր շահերն է պաշտպանել այսքան տարիներ։ Եվ ամենափաստորեն հայաշատ ամենախիտ հայերով բնակեցված տարածքը ունենա վերջապես առաջին անգամ իր հայ տեխնացուին նահանգային խորհրդարանում։ Այո, այս district-ը ճիշտ է տարբեր էր այն ժամանակ, բայց առաջինը, որ ունեցել է այս post-ը եղել է Paul Krikorian-ը։ Paul Krikorian-ից հետո, եթե կհիշեք, Paul Krikorian-ը հետո իր տեխնացությունը դրեց LA City Council-ի համար եւ այդ աթոռի համար special elections եղավ, որ Նայիրին Ահաբետյանը, Շահե Քրողլյանը եւ Մայք Աթոն դրեցին իրենց տեխնացությունը եւ իհարկե որտեւ երկային երկու հայ տեխնացու քվեն բաժանվեց եւ Մայք Աթոն հաղթեց։ Այս պահին մեր առիթն է նորից վերցնելու այդ աթոռը եւ ընտրելու այնպիսի մի անձնավորություն, որը կարող է մեր աշխատանք իսկապես շարունակել state level-ի վրա։ Եվ ինչի մասին եմ խոսում, երբ որ մենակ հայոց ցեղասպանության ճանաչումը չի այս պահին, որովհետև մանավանդ Կալիֆոռնիայում մենք արդեն շատ վաղուց անցել ենք այդ պահը։ Հերիք չէ, որ միայն ճանաչեն, որ ցեղասպանությունը եղել է։ Պետք է նայենք, օրինակ, անցած տարի անցավ օրենք դասավանդման համար, ցեղասպանության դասավանդումը դպրոցներին մեջ։ Այդ դասավանդումը պետք է դրամի կարիք ունի։ So ով որ ընտրվի, շատ մեծ դեր կարող է ունենա, որ ինչքան բյուջե հատկացնել, որ իսկապես ուսուցիչները կարողանան ճիշտ information ունենան եւ resource-ներ ունենան, որ կարողանան իսկապես implement անեն դա դպրոցների մեջ, որովհետեւ այս պահին կարող եմ ասեմ ճիշտ է դա օրենքին մեջ է, որ it's encouraged to do that շատ աշխատանք կամ արվում է Genocide Education Project-ով, հիմա մենք որ անցած տարի սկսեցինք մեր America We Thank You եւ Education Committee-ին, մենք ենք գնում վարում այս դասերը, հետո կապում ենք ուսուցիչներին եւ դպրոցներին Genocide Education Project-ի հետ, որը information է տալի, բայց դա լինում է դպրոցից դպրոց եւ դրա համար շատ մեծ բյուջե է պետք, ինչպես որպեսզի յուրաքանչյուր դպրոց պատրաստված ունենա գոնե մեկ ուսուցիչ, որ կարողանա։ Կարևորը այն է, որ material-ները պատրաստ կան, եւ իհարկե անցած տարվա վերջից սկսեցինք աշխատել Superintendent Tom Turlickson-ի հետ, որպեսզի World History դպրոցի գրքերը փոխվի, հիմա այս պահին ունի մոտ մեկ paragraph հայոց ցեղասպանության մասին, դա դառնա երկու էջանոց նկարներով պատմություն եւ այս America We Thank You-ի կոնցեպտի հետ միասին նաեւ ներդրել այս Near East Relief-ի պատմությունը American History դասարանների մեջ։ Ահա, շատ լավ։ Ելեն դուք նշեցիր նահանգային խորհրդարանում
մի շարք հարցերի մասին եւ դեռևս անդրադառնանք նաեւ Արցախի ճանաչմանը, որը իսկապես մեծ հաղթանակ էր մեր համար, ուրիշ ինչ հարցեր կան, որ այսինքն առաջնային, որ պետք է եւ մեր տեխնատուի շնորհիվ այդ հարցերը իսկապես շատ ավելի արագ լուծում կստանան։ Իհարկե, well նախ եւ առաջ այդ անձնավորությունն է նաեւ բերում տարբեր բյուջեներից project-ներ եւ resource-ներ իր համայնքին, չէ՞։ So եթե կարիք կա օրինակ transportation-ի, կարիք կա development-ի այս շրջաններում, այդ մարդն է, որ որոշում է կազմելու, որ ինչն է կարևոր եւ ինչի համար ինքը պետք է պայքարի։ So եթե խոսում ենք let's say we have a lack of public transportation, չէ՞, այս տեղամասում օրինակ հարցերից մեկը եւ եթե դա լինի մի հարց, որը շատ կարեւոր է մեր համայնքին եւ դա արձագանքվի այդ մարդուն, այդ մարդը սկսելու աշխատել այդ հարցերի շուրջ ոչ թե միայն որը հայոց ցեղասպանությունն է եւ educational, այլ այն հարցերը, որը իսկապես effect են անում մարդու ամենօրվա կյանքին այստեղ։ Շնորհակալություն, Փաստորեն, եւ կրկին վերադառնանք քո առաջին մասին խոսքի, որ ամեն ինչ սկսվում է մասնակցությունից, ընտրություններին, արձանագրությունից եւ այժմ այդ գործառույթը կատարում է Հայ-Vote նախաձեռնությունը, օգնելով արձանագրվել եւ այնուհետեւ տեղեկացնում է մարդկանց, թե ինչպես կարելի է մասնակցել ընտրությունին, ինչպես նաեւ հորդորում է եւ ցույց տալիս այլ ընտրությունների արդյունքները։ Շնորհակալություն, կարճատև դադարեցնով վերադառնանք տաղավար։ Սիրելի հեռուստայտողներ, մնացեք մեզ հետ։ Եթերում ասպարեզն է եւ շարունակում եմ զրույցս Հայդատի հանձնախմբի արևմտյան թևի արևմտյան շրջանի գրասենյակի գործադիր տնօրեն Ելեն Ասատրյանի հետ։ Ելեն, շարունակելով Հայ-Vote նախաձեռնության մասին մեր զրույցը, խնդրում տեղեկացնես, թե որ քաղաքներում է գործում ձեր այս ծրագիրը եւ ինչպես կարող են, ասենք, մարդիկ հանրությունը ձեզ դիմել եւ որպեսզի օգնեք նրանց արձանագրել։ Երբ որ սկսեցինք ծրագիրը 2012 թվականին, actually սկսեցինք 40-րդ շրջանի համար, որը նորից Glendale, Burbank, La Crescenta, La Cañada-ի տեղամասներ էր, այդ ժամանակ Little Armenia-ն մեջի չէր։ Հետո 2013-ին տեղափոխեցինք Little Armenia, որտեղ mayoral ընտրություններն էր լինում։ Վերջի տարին գնացինք San Fernando Valley, ավելի north եւ west։ Հիմա ծրագիրը մի քիչ փոխել ենք, որ ունենք մեկ program coordinator, Աննան, որը վարում է ամբողջ ծրագիրը արևմտյան ափի համար, որը նշանակում է, որ այն մասնաճյուղները, որ կարիք ունեն, դա լինի օրինակ Hollywood-ը, Glendale-ը, North Valley-ին, բոլորին ավելի շատ material-ները եւ training-ը տրվում է եւ հենց մասնաճյուղները իրենք վարում են այդ ծրագիրը։ Բայց այս պահին իհարկե 2016 թվականի համար արևմտյան շրջանի կարևոր մասնիկ լինելու է նորից Little Armenia, Glendale, Burbank, La Crescenta եւ La Cañada տեղամասներում եւ իհարկե մեկը պետք է լինի 18 տարեկան, որպեսզի կարողանա արձանագրվի քվեարկելու։ Գիտեմ տարիների ընթացքում սա շեշտել եմ, բայց մինչև այսօր նորից լսում եմ, չեմ անում որտեղից է եկել սա մեր համայնքին մեջ, բայց շատ մարդիկ կարծում են, որ եթե իրենք արձանագրվեն քվեարկելու, ուրեմն անպայման պետք է jury duty կանչվեն։ Դա ճիշտ չէ, եթե California-ի driver's license կամ ID արդեն ունեն, իրենք արդեն ցանկի մեջ են։ Դրա համար շատ ժամանակ մարդիկ, որոնք citizen չեն, սխալմամբ ստանում են այդ jury duty-ի թղթերը։ Մեր կամավորները, համ արևմտյան շրջանի կամավորները եւ մասնաճյուղների կարող են գնան մարդկանց իրենց տունը օգնեն արձանագրեն քվեարկելու եւ իհարկե այս պահին եթե California-ի մասն ենք խոսում, California-ն նաեւ թույլ է տալի, որ online registration անել։ 2 րոպեում ինքը match-up է անում DMV information-ի հետ եւ ստորագրությունը տեղից է վերցնում եւ 2 րոպեում Շատ արագ գործընթաց է փաստորեն։ Կայքեջը highvotes.org, hyvotes.org կարող են գնան եւ արձանագրվեն քվեարկելու եւ իհարկե եթե կուզեն մեկը գնա իրենց օգնի կամ կարիք ունեն թղթի,
կարող է զանգարել 818 806 86 83 հեռախոսահամարով եւ մեր կամավորներից մեկը կարող է գնալ եւ իրենց օգնել։ Շատ լավ, շնորհակալություն, էկրաններին էլ մեզ ցուցադրվում է ձեր հեռախոսահամարը եւ Ալեն, դու նշեցիր, որ տարբեր քաղաքներում արդեն կան հայոց այդպես ծրագրի կենտրոններ։ Փաստորեն ամեն դեպքում կենտրոնականը գտնվում է Գլենդելում, Բելմոնտում եւ հեռախոսի համարը կա, ձեզ զանգահարելով, եթե ինչ-որ մեկը չի կարող գալ Գլենդել կամ ապրում է այլ քաղաքում, փաստորեն տեղեկ լինենք սիրելի հեռուստատողներ, որ տարբեր քաղաքներում են գործում այս ծրագրի տարբեր քաղաքներում եւ դուք կարող եք ուղղակի զանգահարել եւ ծրագրի մասնակիցներ կարող են գալ եւ տանը ձեզ օգնել արձանագրվել կամ հեռախոսով ուղղակի կարող են ձեզ օգնել ինչպես կարելի է արձանագրվել, ինչպես նշեց Ալենը, դա շատ հեշտ է եւ արագ։ Եվ սակայն մեծ արդյունք ունի։ Հայդատի ուժը միշտ նրա մեջ է եղել, որ շատ տարբեր կազմակերպություններ ունեն մեկ հատ գրասենյակ centralized բան։ Մեր ուժը միշտ եղել է մեր մասնաճյուղների մեջ, որը իսկապես վարում են բոլորը կամավորներ են, որ այդ համայնքից են դուրս եկել եւ դա առիթ է մեզ տալիս, որպեսզի մենք կարողանանք շատ մեծ աշխատանք տանել տարբեր շրջաններում եւ օրինակ շատ ուրախ եմ, որ հայոց ծրագիրը actually Colorado-ի մասնաճյուղը հիմա պետք է ներդրի, որտեղ այնտեղ մոտ 1000-1500 քվեի տարբերություն է տալի եւ այդքան մեծ համայնք ունենք այնտեղ, որ կարողանան իրենց մյուս federal level election-ի ասացություն ունենան։ Իհարկե Մանեբելոյում են նաև ընտրությունները լինելու, Մանեբելոյում նույն բանն էր, որ իրենց քաղաքապետարանի անդամները իսկապես տարբերությունը ընտրվելու մոտ 1000 քվե է։ Այնտեղ ունենք շատ հին հայ համայնք, որը շատերը արձանագրված չեն քվեարկելու, սո մեր Մանեբելոյի մասնաճյուղն էլ պետք է աշխատանք տանի, որպեսզի իրենց համայնքը արձանագրի եւ մասնակցեն ընտրություններին։ Եվ իհարկե սա բոլորը նորից կապված է ապրիլ 24-ի այդ ուժը, որ մենք կարողացանք հավաքենք ոչ թե միայն Կալիֆոռնիայում, ոչ թե միայն Լոս Անջելեսում, այլ իսկապես ամբողջ Ամերիկայով եւ ամբողջ աշխարհը խոսում էր դրա մասին։ Սա մեր առիթն է, որ կարողանանք այդ ուժը իսկապես tangible բան սարքել։ Դարձնել մի հիմնական, այսպես ասեմ, զանգված, եթե կարելի է ասել, որ ոչ միայն հայոց ցեղասպանության հարցի շուրջ, այլ նաև տարբեր հարցերի շուրջ նման արձագանք լինի եւ այս դեպքում կարծում եմ յուրաքանչյուր հարց կարելի է հասնել լուծման։ I mean, ընտրված անձնավորությունները, ճիշտ ասեմ, անամենտ իրենց գրասենյակները ամեն հարցի շուրջ երբ որ 10-15 հատ զանգ են ստանում, սա իրենց համար ինչ-որ catastrophic բան է դառնում, սկսում են ուշադրություն դարձնել, որովհետև ոչ մեկ շատ ժամանակ իրենց չի կապնվում։ So դա կարևոր չի միայն լինի հայոց ցեղասպանության կամ Արցախի համար։ Եթե հարցեր ունեք թե rental-ի հետ, թե փողոցի վրա խնդրեմ կա, դրան համար են քաղաքապետարանի անդամները այնտեղ։ Կապնվեք իրենց, եթե պատասխան չեք ստանում, գնացեք ժողովներին եւ պահանջեք այն ինչ որ կարծում եք, որ ձեզ համար կարեւոր է։ Եվ այդ մասնակցությունն է, գիտեմ մեր համայնքը դրան շատ սովոր չի, մանավանդ այն երկրներից են գալիս, որ ոչ մեկ չի գնում օրինակ ոստիկանության դեմ առաջ կանգնում եւ խոսում, բայց սա այդ երկիրը չէ եւ շատ հեշտությամբ կարող ես մթնոլորտը քո քաղաքի եւ աշխատանքը փոխել լինելով 5-10-15 հոգով աշխատանք տանելով։ Շնորհակալություն Ալեն, իսկ բացի հայոցից հայդատի հանձնախմբի այդ գրասենյակներ եւ ընդհանրապես կենտրոնը զբաղվում են նման հարցերի, օրինակ միջնորդել, որ մարդիկ կարողանան ինչ-որ հարցեր լուծել կապված քաղաքապետարանի եւ այլ կառույցների։ Մեր մասնաճյուղների աշխատանքը շատ տարբեր է, օրինակ Արևմտյան շրջանի աշխատանքից։ Ես ինքս երբ որ Գլենդելի մասնաճյուղում էի աշխատում, ունենք օրինակ hotline ծնողների եւ աշակերտների համար, որոնք եթե հարցեր ունեին, խնդիրներ ունեին դպրոցների մեջ, կարող էին զանգահարեին եւ մենք օգնում էինք դրանով։ Ունենք free legal clinics, որը ճիշտ ասեմ հետ ենք վերելու այս օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբերին Armenian Professional Network, National Committee Professional Network-ն է սկսելու նորից հետ բերել եւ թե դա լինի permitting issues or whatever, հայդատը միշտ նայվել է որպես ամուրջը government-ի եւ համայնքի մեջ, so իհարկե։ Շատ լավ, այսինքն այս նույն հեռախոսահամարով կարելի է զանգահարել եւ նաեւ փորձել այլ հարցեր տալ։ Եթե օրինակ եթե Գլենդելի հետ է կապված, մեր գրասենյակը կփոխանցի այդ պատկամը մեր այդ մասնաճյուղին եւ այդ մասնաճյուղի որևէ անձը անկանի, բայց նորից դա առիթ է, որ եթե մենք
չենք լսում, ուրեմն ավելի տեղյակ չենք ինչ է կարևոր մեր համայնքի համար։ Շատ լավ, Ալեն, արևմտյան շրջան ենթադրում է ոչ միայն Կալիֆոռնիայում ձեր գործունեությունը, այլ նաև ամբողջ արևմտյան ափում։ Խնդրում մի քիչ պատմես այս մասին եւ վերջին զարգացումներ, եթե կան։ Իհարկե, so Western Region-ի արևմտյան ափի գրասենյակը 19 նահանգ է Overseas-ում, that also includes Alaska and Hawaii, եւ Hawaii-ում էլ ունենք այո, եւ շատ հզոր հայ համայնք ունենք, որտեղ ճիշտ ասեմ, մի քանի ընտանիք են, բայց մենք ունենք Անի Մարտիրոսյանը Hawaii-ում, որը շատ ջահել եւ energetic activist է այնտեղ, որը կարող եմ ասեմ single-handedly կարողացավ կանգնացնել Hawaii գիշեք անցած տարի Hawaii-ում փորձեցին անցկացնել այդ ազերի resolution-ը եւ ինքը իսկապես մեր գրասենյակի հետ աշխատելով մենք բոլոր information-ը իրեն տվեցինք ինքը կազմակերպեց այնտեղի խումբը եւ single-handedly կարողացան կանգնացնել այդ բանաձևը անցնելուց կարող եմ ասեմ 10-15 հոգով եւ նույն բանը իհարկե օրինակ South Dakota-ում տեսանք այս որ դարավ 40-րդ նահանգը որ ճանաչեց ցեղասպանությունը այդ աշխատանք իսկապես տարվեց 10-15 հոգով Այսինքն մարդիկ ովքեր ձեր հետ կապ ունեն եւ դուք նրանց տրամադրում եք համապատասխան տեղեկատվություն, խորհրդատվություն եւ արդյունքը պաստորեն տեղեր կա որ ունենք հաստատված մասնաճյուղեր եւ ունենք օրինակ Hawaii-ին օրինակ միջև հիմա չի տարել հաստատված մասնաճյուղ այո բայց ունենք ակտիվիստներ որին հետ աշխատում ենք Այս տարվա սկզբին ինչպես նշել էի Սայմոնին բերեցինք մեր գրասենյակը իրեն մենք ծանոթացել ենք վերջին անգամ որ Colorado էին գնացել ինքը եկել էր մեր town hall meeting-ին հիմա աշխատում է արևմտյան շրջանի համար եւ իր ամբողջ աշխատանքի նպատակն է որ հզորացնել այդ մասնաճյուղերը որը Կալիֆոռնիայից դուրս են որտեվ ճիշտ է մեր համայնքը ստեղ շատ մեծ է եւ այդ պատճառով մեր գտնվելը Glendale-ում շատ ժամանակ արևմտյան շրջանի գրասենյակը is inundated with workforce LA-ին մեջ է լինում։ So օրինակ կարող եմ ասեմ այս վերջի 6 ամսվա մեջ ունեցանք 8 հատ town hall meeting վերջինը New Mexico-ներ, Utah-ներ we had one in Colorado, Nevada, Texas-ում 3 հատ Dallas, Austin եւ Houston-ում արեցինք։ Եվ ինչ հարցերի շուրջ էին այդ հանդիպումը։ Սա town hall meeting-ները ավելի information տալն է եւ փորձել ստեղծել մասնաճյուղներ։ Կարողացանք Houston-ում արդեն Houston, Texas-ում ունենք 1 հատ, բայց Texas-ը շատ մեծ է, so գնացինք Dallas եւ Austin, Dallas-ում կարողացանք նոր մասնաճյուղ ստեղծել։ New Mexico-ի town hall-ը ուներ եկավ մոտ 15-20 հոգի, շատ հին համայնք է եւ որոշեցին որ իրենք ուզում են մասնաճյուղ ստեղծեն այս օգոստոսի սկզբին լինելու է իրենց առաջի advocacy day-ը որը ոչ մի անգամ այդտեղ չի արվել առաջի անգամ կարողացանք advocacy day նաեւ անել Texas-ում, Arizona եւ Nevada միշտ արել ենք միայն Կալիֆոռնիայում եւ մի փոքր բացատրեմ advocacy day-ը Շատ է, գովազդային կարճատև դադարեցեք։ Սերի얼 ստեղծողներ մնացեք մեզ հետ։ Սելի արուստայտողնա շարունակում եմ զրույցս Հայդատի հանձնախմբի արևմտյան գրասենյակի գործադիր տնօրեն Ալեն Ասատրյանի հետ։ Ալեն, մեր զրույցը ընդհատվեց, շատ հետաքրքիր էր, խնդրում եմ շարունակես ձեր այս տարվա գործունեության մասին, զարգացումների մասին պատմել մեզ։ So փորձում եմ բացատրել advocacy day-ը ինչ է։ So ամեն տարի վերջի գոնե 7 տարվա մեջ մենք Կալիֆոռնիայում միայն կազմակերպում ենք ոնց որ մեկ ամբողջ օր, որ ժողովներ ընտրված անձնավորի նահանգի մասշտաբի վրա ժողովներ ընտրված անձնավորությունների հետ, հետո համայնքի անդամներին վերցնում գնում ենք օրինակ Sacramento եւ ամբողջ օրը ոնց որ ժողովներով սովորացնում ենք կամ կոչ ենք անում կամ ցեղասպանության համար, թե դասավանդման համար, այս անգամ այս տարի divestment-ի bill-ներ, որ դրա մասին մարդիկ գնացին խոսացին, այս տարի actually ունենք 600-ից ավել մարդ, որ մասնակցեց մեր Կալիֆոռնիայի advocacy day-ի
մեջ, որը Այսինքն դա ազատ, այսինքն յուրաքանչյուրը կարող է գալ ունենք երևի կարող եմ ասեմ ամենափոքրը չհաշված նրանք, որ իրենց իսկապես like toddler-ներին էին բերել, ամենափոքր participant-ը կարող եմ ասեմ 7 տարեկանից մինչև 71-72 տարեկան ունենք եւ իսկապես սա շատ մեծ հզոր շոու էր, որտեղ 600 հոգի տանել մի շենքի մեջ, միանգամից դու դառնում ես staple այդ կարևոր մթնոլորտում։ So այս տարի նաև որոշեցինք, որ պետք է նույն աշխատանքը տանենք Թեքսասում, Նևադայում եւ Արիզոնայում, so կազմակերպեցինք այնտեղի համայնքներին, առաջին անգամ էր։ Եվ սա շատ հետաքրքիր բան է այն մարդկանց համար, որոնք շատ ժամանակ երբեք ընտրված անձնավորությունի չեն հանդիպել, միշտ իրանց ոնց որ ընտրիկի սեղանի շուրջ են խոսեցել այս հարցերի մասին եւ it's a very empowering experience կապ չունի տարիքը եւ կապ չունի անպայման կարեւոր չի որ պոլիտիկի մեջ լինես որ կարողանաս մասնակցես մեր գրասենյակը ամեն ինչ պատրաստում է, թաքնքույները պատրաստում է, training-ը անում է եւ իհարկե մեր աշխատողները եւ կամավորները մասնակցում են այդ ժողովների մեջ Նևադայում կարողացանք այս պահին անցկացնել բանաձև 2 տների մեջ, որը առաջի անգամ էր, հենց նույն advocacy day-ին արեցինք Խորհրդարանի 2 պալատները։ Երկու պալատները եւ հետո իհարկե governor-ը ստորագրեց proclamation Armenian genocide-ի համար։ Հիմա մյուս քայլը Նևադայի համար եւ որը մեր priority-ների մեջ են գնում, որ այն նահանգները, այն քաղաքները, որոնք կամ դպրոցի school board-ի անդամները, որ անցկացրել են բանաձև ճանաչելու ցեղասպանություն, մյուս քայլը այն է, որ ինչ են անելու, որպեսզի իրենց համայնքները տեղյակ լինեն ցեղասպանության համար։ So օրինակ Նևադայի համար genocide education-ը մյուս քայլն է մեր համար, որովհետև այնտեղ տենց բան չեն ներկայացրել կամ անցկացրել։ Թեքսասի համայնքները հենց Austin-ից, Dallas-ից եւ Houston-ից բոլորը travel արեցին Austin եւ մասնակցեցին այնտեղի advocacy day-ը եւ նորից առիթ է տալի, որ սովորական մարդիկ կապի մեջ լինեն իրենց ընտրված անձնավորությունների հետ եւ իհարկե ցույց տան, որ գոյություն ունի մի համայնք, որը հետաքրքրված է եւ մտահոգ է զանազան հարցերի շուրջ։ Եվ քանի որ դա շատ քիչ է լինում, դա առիթ է տալի, որ այդ ընտրված անձնավորությունը ոչ թե մենակ տեղեկություն ստանալ, այլ իր աջենդայի վրա դնի, որ սա կարևոր մի բան է իր համայնքի, որտեղ ինքն է represent անում։ Եվ վերջապես հաշվետու լինի։ Այո։ So նույնը Նևադայում, նույնը Արիզոնայում արեցինք այս տարի եւ այս օգոստոսին պետք է անենք Նյու Մեքսիկոյում, որտեղ օրինակ Նյու Մեքսիկոն տարբեր է այն հարցով, որտեղ իրենք շատ մոտիկ հարաբերություններ, ընդդեղի ընտրված անձնավորությունները շատ մոտիկ հարաբերություն են Ադրբեջանի հետ, շատ մեծ կապեր կա։ So եթե մենք մեր համայնքը չի գնում եւ հանդիպումները չի անում, ուրեմն իրանք միայն լսում են Ադրբեջանի կողմի պատմությունը եւ ինչ է կարևոր, այո։ So եւ բնականաբար ինչ լսում են, ինչ որ մանավանդ գումարներ կամ ֆինանսական մեծ միջոցներ են տրամադրվում եւ իհարկե կլինի մեր հակառակորդի տեսակետների։ Ճիշտն ասեմ, Ադրբեջանի հետ կապված հիմա մեր գործը շատ ավելի հեշտացել է, որովհետեւ առաջ օրինակ հայդատի հանձնախումբներ պատրաստում պատմությունի մասին, ինչ է կատարվում border-ի վրա, բայց հենց այս վերջի ամիսների մեջ կամ այս ամբողջ տարվա մեջ այնքան ոչ հայկական թերթեր են գրել Ադրբեջանի dictatorship-ի մասին, իրենց human rights violations-ների մասին, որ բացի մեր fact sheet-ից, որ Արցախի եւ Ադրբեջանի հարցը այս է, New York Times-ն է, Wall Street Journal-ն է, like Human Rights Watch-ի information-ն է, որ տանում ենք տալիս ենք այս ընտրված անձնավորություններին, ասում ենք այսպիսի մի երկրի հետ է գործանում եւ միակ բանը, որ ամերիկացիները փորձեն հեռու մնան, դա dictatorship, like you know, բայց ամեն դեպքում դա փաստ է, որ ադրբեջանական եւ թուրքական քարոզչամեքենան աշխատում է առանց դադարի եւ մենք պետք է նույնպես իրենք ամեն yes, I mean I have to tell you, մանավանդ այս վերջի 2 տարվա մեջ
այսպիսի հզոր աշխատանք իրենց counsel general-ը կարող եմ ասեմ որտեղ գնացել ենք ոնց որ մեկ շաբաթ առաջ ինքը այնտեղ էր կապ չունի որ նահանգն է կապ չունի որ քաղաքն է I mean խոսում ենք շատ մեծ գումարների մասին որ ներդրվում իրենց կողմից մեր համայնքը այդ գումարները չունի, հայդատ այդ գումարը չունի, բայց մենք ունենք մի մարդկային ռեսուրսներ։ Այո, եւ դա է կարևորը, որտեղ օրվա վերջում American democracy-ն այնպես է աշխատում, որ ընտրված անձնավորությունը ավելի հետաքրքրված է ինչ ունի ասելու իր ընտրողը, քան թե որևէ ուրիշ մի երկիր կամ դիպլոմատ, որտեղ նահանգի մասշտաբի վրա իրենք պետք է չզբաղվեն international relations-ի հարցերով։ Հələ դու անդրադարձար շատ կարևոր հարցի եւ մենք նորից կրկին վերադառնում ենք այդ նույն կետին, որ շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, յուրաքանչյուրի ակտիվությունը քաղաքական գործընթացների եւ ամեն ինչ սկսում է ընտրությունից, արձանագրումից եւ ավելի ակտիվ քաղաքացի դառնալու այդ որոշումից։ Ալեն, շնորհակալություն այս զարգացումներին մեզ տեղեկ բերելու համար։ Ես կցանկանայի անդրադառնալ Հայդատի հանձնախմբի եւս մեկ ծրագրի, խոսքը վերաբերում է ամառային դպրոցին, որի ժամանակ դուք փաստորեն տարբեր դպրոցներից եւ համալսարաններից ունենում եք ուսանողներ, թեև կարճ ժամանակում շատ խիստ դասընթացներ ես անձամբ ծանոթ եմ եւ շատ տեղեկատվական, որ նույնիսկ կյանք կարող են փոխել եւ այսինքն կցանկանայի որ դու ներկայացնել այդ ծրագիրը։ Իհարկե, so Հայդատի Western Region Internship Program-ը արդեն 6-րդ, 7-րդ տարին է որ official internship program գոյություն ունի եւ դա միայն ամառի ժամանակ չէ ունենք 3 տարբեր session ամառը ամենա stringent բանն է, որտեվ երեխաները պարտավոր են մինիմում 30 ժամ ներդրեն շաբաթվա մեջ, բացի այդ 30 ժամից պետք է մասնակցեն բոլոր ժողովներին, պետք է մասնակցեն առիթներին, որ համայնքի մեջ կատարվում են, եւ իհարկե եթե ամեն մի intern ոնց որ տրվում է մեկ հատ committee արևմտյան շրջանի մեջ եւ պետք է մասնակցեն այդ ժողովներին եւ աշխատանք տանեն այդ committee-ի համար։ Բացի դրանից այսինքն լիարժեք ներգրավում են ձեր գործունեության մեջ, ձեր հետ հավասար գործում են, հանդիպում ընտրված պաշտոնյաների հետ, առիթների եւ նույնիսկ մասնակցում են դասընթացների։ Երևի որտեղ տեսնում եմ իհարկե ուրիշ կազմակերպություններ, լինի հայ թե ոչ հայ, կազմակերպություններ կամ օրինակ հենց City Hall-ը ունի internship-ներ եւ բան։ Մենք իսկապես այդ աշակերտները որ գալիս են որպես interns we have a joke for like welcome to the family իսկապես like ընտանիքի անդամի նման եւ իրենք առաջի օրվանից their purview բոլոր information-ը ինչ որ բոլոր committee-ներն են աշխատում եւ ունեն նույն ձայնը ինչ որ մեր committee անդամները որտեղ սա առիթ է տալի որ իրենք իսկապես for them to develop their skills եւ շատ ուրախությամբ կարող եմ ասեմ որ թե ես, թե Թերեզան, որը մեր Government Affairs Director-ն է, թե Հայկը, մենք բոլորս եկել ենք այդ volunteering-ի ժամանակվանից եւ այդ internship-ը մեզ բոլորիս առիթ է տվել, որ իսկապես սովորել ինչպես է աշխատում political system-ը, ինչպես կարող ես run անել a non-profit organization, a grassroots organization եւ Հայդատի աշխատանքները այնքան ընդլայն են, որ կարող են իրենք ամեն օր, ամեն րոպե like տարբեր բան են սովորում։ So for example, այս վերջի շաբաթվա մեջ իրենք աշխատում են first of all, պատկերացրեք, որ իրենք դպրոցի եւ համալսարանի աշակերտներ են եւ իրենց առաջի project-ը press release գրելն է։ So միանգամից սովորում են ինչպես մեդիայի հետ աշխատել, առաջի assignment-ի հետ։ Հետո օրինակ պետք է պատրաստեն proposal, որը որևէ մի աշխատանք լինի political կամ ոչ, կարողանալ գրել ճիշտ ձևի proposal-ը is a really big deal. So շաբաթվա մեջ մեկ կամ երկու հատ educational ունեն, օրինակ այս շաբաթ 3 ես իրենց հետ անցկացրեցի 1999 թվականից մինչ այսօր ինչ աշխատանքներ է տարվել որպեսզի կարողանանք հայ համայնքը ոտքի կանգնացնելու մանավանդ երբ որ գալիս են ընտրություններին եւ trend-ը ցույց տալու եւ հետաքրքիր էր որտեվ սկսեցի օրինակ Ռաֆի Մանուկյանի ընտրապայքարից որի ժամանակ ես ինքս high school-ի աշակերտ էի այդ ժամանակ Ադրին Նազարյանը
campaign manager-ն էր Ռաֆի Մանուկյանի, Արտաշես Քասախյանը, որ հիմա City Clerk-ն է եւ բան կամավոր էր աշխատում։ Այդտեղ ծանոթացանք, հետո տարավ Paul Krikorin-ի 2000 թվականի ընտրությունները եւ ոնց եղավ, որ ամեն մարդ, որ volunteering-ի level-ից սկսեց, ընկավ տարբեր post-երին մեջ եւ ինչ կարեւորություն է դա տալիս մեր համայնքի ուժը շարունակել որ ուժեղացնել։ So it's an incredible program. Եւ ճիշտ է մեկ երեխաները հոգնում են, որովհետեւ սովոր չեն միանգամից, բայց it's a really good learning experience. Թերեզան իրենց հետ կազմակերպում է ժողովներ ընտրված անձնավորությունների հետ. So they get to meet Adam Schiff and Բայց նման փորձառություն թերևս նրանք դժվար ունենան սովորելու։ Ես միշտ կատակ եմ անում, որ ես ինքս UCLA political science եմ սովորել եւ ասում եմ, որ ոչ մի դասարան ինձի այդքան չի սովորացրել, ինչքան իմ կամավոր աշխատանքը հայդատի մեջ եւ կամպեյնների մեջ, որտեղ you get first hand experiences a completely different thing than միանշանակ։ Պաստորեն այս ծրագիրը, ինչպես նշեցիր, ոչ միայն ամառն է, այլ տեղի ունեմ տարվա մեջ 3 անգամ եւ ավելի մանրամասների համար կրկին երաժշտատողներ, խնդրում ենք ձեզ զանգահարել մեր էկրանին երևացող հեռախոսամարով եւ խնդրում եմ դու եւս մեկ անգամ կրկնես ձեր Actually համարը դա հայվոցի համարն է 800-ն է, մեր գրասենյակի հեռախոսամարն է 818 519-18, նորից 818-519-18, Ամարի պրոգրամը լինելու է մինչև սեպտեմբերի 4-ը եւ հետո ֆալը սկսելու է դրա մյուս շաբաթը գնալու է մինչև հունվար, հետո հունվարից մինչև մայիս նորից spring session-ն է լինելու։ Շատ լավ, մանրամասների համար կարծում եմ քո ասած հեռախոսամարով եւ քանի որ նշեցինք էկրաններին երևացող հեռախոսի համար եւ կրկին հայոց, խնդրում եմ ամփոփենք եւ այս մեր հաղորդումը հայոցի կոչով կարգախոսով։ Եթե արձանագրված չեք քվեարկելու, խնդրում եմ զանգարեք մեր գրասենյակը, գնացեք hivots.org, արձանագրվեք քվեարկելու, որտեղ միայն ձևն է, որ կարող ենք մեր համայնքի ուժը ցույց տալ մեր ընտրված անձնավորություններին եւ իհարկե 2016-ին ունենալու ենք շատ կարեւոր ընտրություններ, որը չեն կարող թույլ տալ բաց թողել, որտեղ այս առիթը նորից չենք ունենալու 12 տարի։ I think that's basically the highlight of Շատ լավ, Ալեն, շնորհակալություն մեր հաղորդմանը ներկա գտնվելու համար, ձեզ ցանկանում հաջողություններ եւ մենք կրկին կհանդիպենք որոշ ժամանակ անց։ Ձերի հեռուստադիտողներ եւ այսօրվա կարգախոսը եւս մեկ անգամ մասնակցություն, ակտիվություն եւ մաղթում եմ ձեզ հաճելի երեկո։